Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ի կայանալիք ընտրություններին և վարչապետի թեկնածու է առաջադրել Սամվել Կարապետյանին։ Ձեր վերաբերմունքը։ Ճանաչում եմ Մոսկվայից է ճանաչում։ Շատ լավ է մարդ, ինչ։ Շատ լավ մարդ։ Կուզեք ինքը։ Հավը ժողովրդին կերեղնող մարդ է Մոսկվայի մեջ։ Հա, իմացել եմ։ Հա, բայց ես իրան չեմ ճանաչում։ Տեսնի, Գավրին կտեսնի։ Ես իրա համար մեր երկու օր առաջ տելևիզորով տեսա ու ժողովուրդը կողեն։ Իրա համար խոսային։ Ում համար։ Սամվելի համար, Կարապետյանին, ես էլ եմ Կարապետյան։ Տեղյակ եք, որ Սամվել Կարապետյանը իր թիմով, իր կուսակցության գալիս է ընտրությունների։ Ձեր վերաբերմունքը սրա մասին։ Նորմալ է։ Ես գտնում եմ արդարացի, որովհետև ոնց որ մեր քաղաքապետը, ասենք ինքը ունի Իրանը, ինչ որ ունի, ինքը այսպես բավարարված է դրանով։ Ինքը ավելի լավ կաշխատի, քան թե մյուսները։ Ինքը կբախշի այդ փողերը, ոչ թե ինքը կգողնա այդ քաղաքացուց։ Ես կաջակցեմ իրան։ Նրա աչքը կշտացած ամեն ինչից, ունի, այն ընթացնա, որ էլ աչքը չի ցեկտի ինչ-որ մեկ ուրիշ ճանապարհի։ Նա կարող է միգուցե ամեն ինչը կարգավորել էլի ցանկանա։ Գիտեմ, որ ակիդ Հայաստանի համար նա նվիրատվություն տվել է, բավականին տվել, օգնել է։ Վերջը տեսեք, չեմ կարող ինչ ասել։ Ինչ որ վերաբերվում է բանին, ասենք Սամվել Կարապետյանին, դա ես չեմ անում, քանի կուսակցությունը իր տեխնացությունները դնում, որ ասենք իմանանք, թե ումը ձայն տանք, ումը չտանք, որը նա պիտում մարդ։ Օրինակ, երեք լսում եմ Սամվել Կարապետյանի կուսակցությունը հեռուստացույցով ասում է բանը, ասենք մարդիկ վարձով ապրում են 150,000 ռուբլի, դրան վարձ են տալիս, ապրում են։ Արեք մենք ձեզի կվարտիրեքը տանք տուն, բնակարանը տանք, այդ 150,000-ը ամսեկանը մուծեք, վարձ մի տվեք, ամսեկան մուծեք, այդ բնակարանի ախը մնա բնակարանը ձեզի